Բարի օր սիրելի հեռուստադիտող։ Այսօր ես եւ Փեփրոն եմ։ Ողջույն։ Գիտեմ, որ շատերի ծանոթ է, հանրածանոթ է իր համով պաղաթադոմսերով, նամանավանդ արևմտահայկական, որը ես միշտ ուրախանում եմ տեսնելով։ Պատրաստելու ենք հadoop Բաքի ուտեստ, իրականում շատ հայտնի ուտեստ է ինքը, բայց քանի որ Բաքի ալ ուտվում է շատ, ուզեցինք պատրաստել ձեր համար հայկական իջ։ Ողջունում ենք։ Ողջույն, ուրախ եմ ու շնորհակալ եմ հրավերի համար։ Սա շատ հետաքրքիր բաղադրատոմս ենք պատրաստելու ազգային խոհանոցից եւ պահքային ամենակարևորը, քանի որ մեծ պահքի մեջ ենք։ Այո։ Անցնենք գործի։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 բաժակ մանր բլղուր, 5-ից 6 հատ կանացող, մի փունջ մաղդանոց կամ ազատքեղ, մի հատ գիդրոն, 4 հատ լոլիկ մահարացնելու համար, 2 ճաշի գտալ լոլիկի մածուկ, 3 ճաշի գտալ բղբեղի մածուկ, իսկ եթե խիտ է, մի ճաշի գտալ, մի փունջ քանքուր հազար, բարձրորակ եւ զտված ցիթաբտղից հետ, աղ եւ սև բղբեղ։ Ինչպես որոշեցինք, դու ամենադժվար մասը։ Ամենաբարդ գործը ես եմ անելու, մի քիչ լացելու եմ երևի։ Ուրեմն քանի որ ես իջը իր բեյսը սոխ է եւ սոխորած է, հիմա պետք է սկսենք սոխը կտրատել։ Մանր եմ, չէ՞, կտրել։ Այո, մանր ենք կտրատում։ Շաղեկին միշտ հարցնում եմ, որովհետեւ շաղեկը ամեն ինչի, ամեն բաղադրատոմսի մեջ յուրահատուկ signature կամ ստորագրություն ունի։ Դրա համար այսօր պատրաստելու ենք իր նրբություններով։ Այո։ Դե իրականում հեշտ է եւ հետաքրքիր ձևով պատրաստվում։ Մեկ անգամ որ անում ես իջը կարողանում ես միշտ անել։ Ես մի հատ ուզում եմ բուլղուրը պատրաստեմ։ Դե իհարկե մենք մարանիկի բուլղուրն ենք օգտագործում մանր։ Մի հատ կդրեմ։ Մենք այսօր մի բաժակով ենք պատրաստում, իսկ եթե դուք ունեք շատ մեծ Քերտաստան եւ ընտանիք եւ թրացիները պետք է հրավիրեք, կարող եք մի 2-3 բաժակ անել։ Շաղեք, իսկ ինչի են իջը միշտ խառնում թաբուլեի հետ կբացատրես։ Վայ, էդի իմ այդ բոլոր միֆերը ծրենք այսօր։ Ու այդ իմ ամենացաված մասս հասար, արդեն միանգամից։ Նայ, որովհետև հայկական մեր մշակույթում, երբ որ թաբուլեն հասել է, իջնել գա ինքը իմ մեր խորքում եւ պատմության մեջ։ Իրար խառնել են։ Քանի որ թաբուլեն իրականում չի կարելի լոլիկի մածուկ, ուրիշ տեսակի մածուկներ լինի, չրոտ չի կարելի լինի։ Եվ բլղուրը քիչ են։ Եվ բլղուրը շատ քիչ են դնում։ Իսկ իջը ինքը բլղուրն է շատ ու լոլիկի մածուկն է շատ ու վերջում ավելանում է կանաչիները դիզայն, դեկորացիա, ամբողջություն։ Հիմա այս երկուքը իրար խառներենք։ Մենք դրա համար երբ որ թաբուլեն անում ենք, ես միշտ ասում եմ մարդոց, որ իրական իսկական օթենտիկ թաբուլեն դենց չէ, լոլիկի մածուկ չենք դնում, բլղուրը չենք թրջում, կամ մաքսիմում լիմոնի հյութով ենք սենց մի հատ խառնում, ավելացնում։ Իսկ իջը մեր հայկական, ասենք, աղցանն է։ Մեկ էլ խնդրում եմ, նշի թե որ տարածաշրջանի ուրեմն ասեմ, Կիլիսից է եկել, մեր Կիլիսի հայերը ընդեղից է այս ամեն ինչի եկել ու ամեն հայերը միշտ պատրաստել են։ Դրա համար իրան անունը իրականության մեջ Կիլիսի իջ, դենց է։ Ահա, ավելացրեցի 1 բաժակ բլղուր, մի կողմ տնեմ, պատրաստ լինի։ Շատ մանր ու մաքուր բլղուր ունենք արդեն։ Ես կարամ լոլիկը կտրատեմ ու մեր զրույցը շարունակենք։ Այո։ Դրա համար իջը հայկականն է, այսինքն եթե այդ մարդիկը որ բլղուր շատ են սիրում, այդ թաբուլեն են սիրում, որ հայկական շուկայում ստեղծվել, կարան իջ անեն ու վերջավորության մենք հայկականն ենք անում։ Շաղեկիս ոնց ես վերաբերվում, երբ որ փորձում են ձևափոխել բաղադրատոմսերը, հատկապես ազգային ու տրադիցիոն, ու ինչ որ առողջ բաղադրիչներ մտցնել, օրինակ հիմա բլղուրի դեպքում շատերը նախընտրում են օրինակ կինոա օգտագործել, այո, ինչպես ես նայում։ Այդ իրականում չեմ նեղվում, քանի որ գիտեմ որ դու սիրում ես առողջ։ Լավ դարբերակ է, որովհետև ավելի սպիտակուցով, այո, ավելի սպիտակուցը ավելի երկար հագեցնում է, ինքը եւ ֆայբր ունի, օրինակ, բան ունի, փչանյութ ունի։ Էդի շատ լավ է, չնայած բլղուրն էլ իր լավ գետեր ունի, բայց երբ որ տրադիցիոնալ կամ ավանդական ուտելիք է։ Էլ չասենք որ իջա, իջ չի արդեն։ Եթե բան, դրա համար անունը ուրիշ եմ սիրում տնել, հետո կասեմ օրինակ նմանա այսինչ աղցանին, որովհետև մեկ-մեկ լինում է որ համացանցում այնքան բաներ են փոխում,
Փաղադրադոմսի մեջ որ նեղանում ես։ Ոնց որ քո նախնիկները հեսա հիմա գելեն եւ կնեղանան։ Ես ես վերջերս գիտես, չէ, ինչ էի փորձել առողջ փախլավայի, ինչ որ բաղադրատոմս կար, բանի բրնձի թերթիկներով, չեմ կարող նկարագրել ինչքան անհաջող բաղադրատոմս էր ու փախլավան պետքա լինի փախլավա։ Հա, օրինակ ես միշտ ինչ եմ ասում մարդոց, դու այդ փախլավան այլևս մի փորձեր իրան առողջ դարբերակը ստեղծել, դու դենց կյանք ապրիր, որ շաբաթը 1 կամ 2 շաբաթը կարողանաս թույլ տալ 1 կդոր ուտես ու էդել խրխտան համով սիրոպը եւ օշարակը տեղը։ Հա, դենց պետք է ապրես, որովհետեւ եթե դու ամեն ինչի ալտերնատիվը գտնես, անհամ չունենար կյանքը։ Ես քեզ հետ լրիվ համոձայն եմ։ Դենց բաներ։ Հիմա արդեն լոլիկ։ Ինչպես է սոխի շատ մեծությունը արժի որ էլի մանրեցնեմ թե չէ արդեն լավ է հիմա բան կանենք ես հեսա կդադարեմ լացել դե ինձ սիրելիներս մենք արդեն տապակելու սկսենք ցիտապտրից հետո ավելացնելու եմ ուրեմն մոդավոր քիչիկ շատ եմ ավելացնելու որով այս ամեն ուտեստի համը ցիտապտրից հետն է բայց մի հատ էլ գախնիկ կասեմ հետո երբ որ շաղում ենք մի քիչ էլ ռո կամ հում ցիտապտրից հետ նորեն պետք է ավելացնենք ավելացնենք սոխը տեսեք ինչ լավ սոխ եմ արացրել պեպրոնեն Այսօր էլ այս հայկական իջն ենք ասում, ոնց ենք անում, իրականում նայ, եւ մարդիկ կան, որ իջը ուզեցել են պատրաստել, նույնիսկ մեր հայ բլոգերները կամ ֆուդ բլոգերները, քանի որ ինտերնետում շատ տեսակ կա, մարդիկ կա, որ օրինակ նուրի մոլազ են ավելացնում, կամ նուրի դոշապ ասենք, մարդիկ կա, որ ուրիշ համեմունքներ են ավելացում եւ այլն, ինքը էսի ամենակլասիկ կամ ավելի ամենաավանդական ցևն է։ Իսկ ինչ որ այդ մի քանի բան ավելացում են, էդի sense անցնական մի քիչ ճաշակով, այո։ Ես հիշում եմ միշտ որ տեսնում էի, թե ամենեն առաջ որ թեմքով ծանոթ չէինք մենք իրար, ասում էի, «Էս հայ դիբար աղջիկը ով է, էս արևմտահայկական ամեն բաղադրատոմսերը գիտի»։ Ուղղակի ինձ ապշեցնում էր, ասում եմ, «Այսօր էսի, վայ, ասում եմ, պեպրոնեն էնել գիտի»։ Հետո գասկած ունեի, որ մամա կամ հայրդ կամ մեկը նախնիներից ինչ որ իրականում հա, բայց վաղուց են Արևելյան Հայաստան տեղափոխվել։ Այսինքն ցեղասպանությունից հետո չէ, 1800-ականներին են տեղափոխվել։ Բայց նայ քու ռիսերչը դել կա, այսինքն ես միշտ հենց դա էի ուզում ճիշտն ասած նշել, որովհետև ես էլ քեզպես չեմ սիրում վարիացիաներ անել, այսինքն եթե ազգայինի մասին է խոսքը, պետք է մաքուր աղբյուրներից գտնել, իսկ դա որոշակի հետազոտական, նաև ազգագրական հետազոտական աշխատանք է պահանջում։ Ինչը ես անում էի, իհարկե պիտի մի քիչ էլ բողոքեմ, որ շատ բարդ աշխատանք է դա, որովհետև չկան։ Եվ ասեմ, որ միշտ չէ որ քննադատվում է, որովհետև մարդիկ sense նայում են, դե մի քիչ հին բան են նայում, sense ամեն մարդու չէ որ հետաքրքիր է, բայց մի հատ էլ հետաքրքիր բան պատմեմ, դու կարծեմ մի անգամ խարպերտի ուտելիք դրեցիր։ Հա, բայց այդ կան կարծեմ, բայց ես կա խարպերտի եմ։ Եվ շատ ուրախացա։ Բայց այդ իմ երևի ամենավոչ պոպուլար։ Այո, նեղվեցա, բայց քանի որ չէր քննադատված, դրա համար եմ ասում, որ չէր քննադատված։ Մի հատ էլ է պետք շախիկ երևի նկարահանել։ Երևի մի հատ իրար հետ լավ։ Բայց դու ինձ թվում է մի երկու գաղտնիք էլ կասես, որովհետև քեզ հետ միշտ շփումներից այնքան հետաքրքիր ինֆորմացիա եմ արծ ստանում, հատկապես համեմունքների օգտագործման։ Այո, որովհետև կարծում եմ համեմունքները ճիշտ օգտագործելը դա մի հատ առանձին ինչ որ գիտություն ու արվեստ է։ Ու իդեպ, չգիտեմ, հիմա դու երևի այդ հարցին կպատասխանես, թե ինչու արևմտահայկական խոհանոցում այդքան հարուստ է այդ օգտագործումը, ավելի շատ, քան արևելահայկական։ Այո։ Չգիտեմ ինչով է, գուցե բնությունն ավելի հարուստ եղել Արևմտյան Հայաստանում։ Նախ բնությունը, երկրորդ այնտեղ մենք շփվել ենք շատ տեսակ ազգերի հետ, ու հետո էդի շարունակվել է, երբ որ ցեղասպանությունից հետո սփյուռքահայերը խառնվել են այդ Middle East-ի ժողովրդի հետ, իրենք իրենց ունեցածը ավելի կատարելագործել են։ Նույնիսկ լիքը ուտելիքներ արաբները ասում են, դե հայկականը, իսկ ստեղի հայը, Երևանցի հայը, էդի չգիտի որ հայկական է։ Մենք այնքան լավ մարքեթինգ ենք արել այն ժամանակից։ Իսկ այն եւ այդ ճաշակը կարծում եմ մի քիչ էլ որ խառնվել ենք ազգայինորեն ու շատ ենք
ունեցել, բայց բահեր ենք։ Էդ է կարևորը, որ բահել ենք։ Օրինակ հիմա որ ասում եմ իջ կամ եւ սուտ դոլմա եւ այլն, էդի ամենը պատրաստել ենք։ Ու այդ ամեն համեմունքներով էլ արել ենք։ Կարող է մի համեմունք, երկու համեմունք ա հետո ավելացել։ Բայց էդի միշտ տենց համեմունքով արել ենք ու միշտ համով ենք։ Հայկական համեմունքները որոնք են։ Մենք մենակ գիտենք կարմիր պղպեղ, սև պղպեղ ու դրանից ենկոմ չեն գնում, բայց ինձ թվում է շատ ավելի հարուստ է, չէ՞, այդ պալիտրան։ Օրինակ դեզիդրոնը, այո, ես հայկական եմ համարում, թարխունը, հայկական կանաչի։ Այո։ Դե շատ կա իրականում։ Կարմիր շատ հարուստ է, հա, կարմիր ռեհանա։ Փաները, սոխը, կանաչ սոխը, ես մտածում եմ, որ հայկական խոհանոցի մեջ կարևոր է, պանչարեղեններից սմբուկը շատ հայկական է։ Շատ սիրված է։ Ամենահամեղ սմբուկը երևի Հայաստանում է։ Սիրելիներս տեսնում եք սոխը ինչ վիճակի է, արդեն պետք է լոլիկը ավելացնենք։ Հիմա ավելացնում ենք լոլիկը։ Մենք երևի նշենք, որ այստեղ օգտագործել էինք պահածոյացված, որովհետև մեզ պետք էր փափուկ լիներ, բայց հանգիստ կարելի է նաև չեփած լոլիկ։ Եթե չեփած է, մի քիչ ավելի շուտ, մի քիչ էլ ավելի շուտ ավելացրեք, այսինքն սոխին։ Բայց ես միշտ սիրում եմ, ես կարծում եմ հայկական բոլոր դներում այդ բահածոյացած լոլիկը կա, այսինքն մենք այն որ փագում ենք, այսինքն այդ լոլիկն էլ կարա լինի ոչ ամբողջական։ Գիտակ, բայց ոչ մեկ բան խառնված չլինի մեջը։ Հիմա ավելացում ենք պղպեղի մածուկը։ Այո։ Տկալի օգնությամբ։ Այստեղ մենք ջրիկ տարբերակն էինք վերցրել, որ բոլորին հասանելի լինի։ Քանի որ մեկ-մեկ ես մածուկ եմ օգտագործում, մարդիկ քրում են շաղիկ որտեղից վերցնենք։ Խիդը իրականում շուգայում կա եւ ես անցամբ մենք մեր տանն ենք պատրաստում, լոլիկի եւ բղբեղի մածուկը չորացում ենք։ Ինչքան ինտենսիվ է, խիդ է, այնքան դու դաշի հայկական շուկաներում կարող են արաբական միդելիստերն խանութներում։ Այսպես համասեռ զանգված պետք է ստանանք եւ ավելացնենք համեմունքները, ճիշտ է։ Մի քիչ սև բղբեղ։ Թարմացած։ Մի քիչ էլ այսպես։ Աղը։ Ուրեմն եթե զգում ենք մի քիչ թանձր է, մի թեթև ջուր ենք ավելացնում, ուղղակի որ սոսը բացենք։ Երբ որ բլղուրը կա, ավելի սենց պետքա ներծծելու է մեջը։ Բայց մեկ-մեկ որ լոլիկի բանկայի լոլիկն ենք ինքը շատ ավելի չրոտ լինում, կամ իրա ջուրն էլ ենք ավելացնում, այդ ժամանակ հա, բայց այսօր որ միան բայց կարևորը որ այդ ջրի մեջ ոչ մի համեմունքներ բաներ չլինեն, մենակ աղ լինի, հա։ Հիմա ուզում եմ լիմոնը քամենք, որովհետև լիմոնը ընդհանրապես սիրում եմ վերջում ավելացնել, այդ համեմունքները սաղ նստելուց հետո։ Մի հատ քամիչը։ Հիմա արդեն մեր սոսը պատրաստ է, կարող ենք հանել կրակի վրայից։ Այո, կարող ենք հեռացնել, որպեսզի շատ չչորանա։ Շատ կարևոր է որ անչադենք կրակը ու հետո բլղուրը ավելացնենք։ Մի հատ լավ մխարնենք ու թողենք մի քանի րոպե։ Հիմա մեր դեպքում, քանի որ մենք այսօր եթեր ենք, շատ չենք թողնի, բայց իրականում պետքա 20-ից 30 րոպե թողեք, հետո շաղենք։ Հիմա գնացինք։ Նշենք, որ ամենամանր երևի բլղուրը պետք է, կամ կորկոտը հայերեն, որ ասում են։ Fine բլղուր են ասում։ Այո, անգլերենով։ որովհետև կա ավելի խոշոր բլղուր էլ։ Շուգայում կա մարանիկը քրված է, շատ հստակ, մանր բլղուր կգտնեք եւ կպատրաստեք։ Մի քիչ լավ խառնում է պեպրոնեն, նայեք ոնց է խառնում լավ։ Բայց ամենալավը ինձ թվում է ձեռքով, ձեռնոցով շաղելն է, բայց շաղիկը ինչպես նշեց, այո։ Մի հատ լիմոնը քագեմ, մի հատ լիմոնը կամեմ, ավելացնենք, որ արդեն այդ համերը բոլոր ներծծվի։ Դե ես տտու եմ սիրում իրականում, ես կարամ 2 լիմոն ավելացնեի այստեղ, բայց ես որ ստանդարտով եմ անելու, որպեսզի դուք էլ, եթե իմ նման տտուներ սիրող կա, տտու կարող եք մի քիչ ավելի լիմոն ավելացնել։ Լիմոնով։ Գիտեք ինչու, որով իջը պետքա լինի սենց թեթև գծվաշ եւ թեթև թթվաշ։ Շաղիկ, իսկ սա աղցան է, թե նախուտեստ, ինչ ես կարծում։ Իրականում իմ համար նախուտեստ։ Երևի նախուտեստ, չէ։ Հետո որ մեր հայերը սիրում են կամ մարոլով ուտեն կամ հացով, չեմ կարա թաքցնել, որ ես հացով սիրում եմ ու կողքը ուտում եմ թթուվարում։ Ինչ որ լոշիկով, Սենց պիտա հացով։ Չէ, լավաշով էլ եմ ուտում, հա։ Դե լավաշը ինքը օգտակար հաց է, որովհետև շատ թեթև է եւ մանավանդ ավելի դայեթիկ են էլ կաշուկան։ Հիմա կարող ենք ավելացնել լիմոնի հյութը։
Մենք արդեն համասեր զանգված ենք ստացել։ Հիմա սա էլ կանենք։ Ու որ թողնենք ամբողջ այս հեղուկային մասը կներծծվի բլղուրի մեջ ու չենք ունենա ջրիկ մասը։ Իդեալական Այո։ իջ։ Շաղեսկ եթե ընտրես քո ամենասիրելի բաղադրատոմսը կամ ուտեստը հայկական, ազգային, արևմտահայկական, որը կլինի, մսային, թե բաքային։ Բաքային կլինի, մի քանի հատ եմ, բայց մեկ հատ չեմ կարա ասեմ։ Ասա, խնդրում եմ։ Բաքայիններից սուտ դոլման, յալանչի, բրնձով եւ նուրի դոշաբով, ոսպով küften, իջը։ Հետո իմամ բայնդին, այսինքն սուպուգով տաբակված, ասում են բան թարգմանվածը իմամը բան ուշքը գնացած իմամ։ Ես այդ բանը պատմությունը գիտեմ։ Այո։ Դու լավ ես կարաս թողես իրեն հանգստանա, ինքը պետքա մինակ մնա մի քիչ իրար հետ։ Արի ես այս սոխը կդրադեմ, որովհետեւ դու քիչ առաջ շատ սոխ կդրադեցիր, չեմ ուզում տանչեմ քեզի։ Էս չի լացացնում, բայց ոչինչ, գոնե մի քիչ հետ։ Էսի մանրացնենք, շատ մանր sense կլորների ենք անում, որովհետեւ հետո մի թեթև մեջն ենք խառնելու, մի թեթև էլ ձևավորման համար։ Իսկ ձևավորման ինչ տարբերակներ օրինակ կառաջարկես բացի մառուլչից խոսեցինք դրա մասին երևի, հա։ Փաստորեն կաղամբի տարբերակը։ Այո, այս սա traditionally միշտ ավանդույթով, ըստ ավանդույթի օգտագործում ենք։ Իսկ մեր նախնիներն են այդպես օգտագործես, թե սա ինչ որ ժամանակի, բայց ես կգործեմ բանը թփի դոլման եղել է։ Համաձայն եմ, հա, հնուց եղել է։ Դրանից է ինքը եկել, ու հետո արդեն մարոլ բան ավելի թիթիզ կանաչիները ավելացրել։ Իսկ հետաքրքիր է օրինակ խաղողի թփով, նույնիսկ թարմ համնել է շատ համով։ Թթվաշ համ ունի, այդ թթվաշությունը որ ինչը պահանջում է, այո, իսկ մա կստանանք խաղողի։ Պետք է վերջնական համասեռության աստիճանը ստանանք ձեռքով շաղելուց հետո։ Այո։ Ես ափսեն էլ պատրաստ եմ։ Օրինակ մեր մոտ ես մեր դունը որ անում եմ անպայման գողքը իբր սայդ կամ գողքի բուդելիկ բղբեղ եմ խորովում։ Կարմիր պղպեղ։ Կարմիր պղպեղ։ Եվ անշուշտ գծու եմ խորովում, բայց ովքեր որ գծու չեն ուտել, կարող են քաղցել, բայց իրա գիտես հետաքրքիր մասը ինչ է, որովհետև մեր այս տեսակ ուտելիքների մեջ կա լեյերներ, այսինքն համի շերտեր։ Հիմա դու արդեն ուտում ես էսի համով ես զգում։ Մի հատ էլ էդի ես գծում, մի հատ է թթու վարունգ եւ այլն, անշուշտ էս ամեն ինչի վերջը գալիս է հայկական թանը։ Հա։ Այսօր սա մտածել, հա, ուղղակի թանը երևի նշենք, որ պահքային չի։ Այո, եթե պահքային չէ, ոչ պահքային, հա։ Բայց կարող է այս բաղադրատոմսը մշտական նայեն եւ պատրաստեն, նորմալ իրավիճակում կարող եք հետը պանիր կամ հետը թան խմել։ Իսկ եթե պահքային է, կարող եք ճիշտ այսպես ինչպես անում ենք։ Հիմա լավ շաղում ենք։ Արդեն ինքը փափուկ է եւ ստացել է բոլոր համեմունքը։ Նայր, իրակույնը sense պետք է լինի ոչ ավելի թեղին, ոչ էլ ավելի կարմիր, որովհետեւ տենց էլ շատ կլինի։ Ես հիմա մի քիչ սոխից եմ ավելացնելու։ Մի մասն էլ կպահենք արդեն բանի համար։ Վերևի շերտի համար։ Այո։ Մի քիչ էլ ազատ քեղից։ Ազատ քեղն էլ ազատ քեղ, որ ասում են ինչ։ Ասում են դե դες չէ ինձ էլ միշտ հարցնում են մաղադանոս չի։ Ազատ քեղա, ծոր ինձ թվում է բոլորի ճաշակով երկու տարբերակն էլ պետք է ասել, դրա համար միշտ ասում եմ էս կամ էս։ Այո։ Այո։ Այս արդեն sense անուշիկ դասավորել են։ Իսկ խոսեցինք, որ կարելի է չափաբաժիններով էլ բանանել, բայց որ չխառնեն, չգիտեմ, այդ օրինակ ոսպով քուֆթայի հետ, այդ ձեռքով տարբերակը երևի պետք չի տենց անել, չէ։ Որտեւ ես նայում ես ոնց որ թե այդ ոսպով քուֆթային պետք է ձեռքով անենք, այսինքն չես ուզում ձեռքով անել։ Չէ, ուզում եմ ասեմ, սա ձեռքով էլ կարող էինք անել, բայց խառնեինք, ինքը շատ ծանոթ է, ինքը sense էս մեկ Ես գիտեմ, որ հենց այսպես են, այսինքն ամբողջական փլաֆի տեսքով են։ Բայց ոսպով քուֆտան օրեն եղել է բան, տենց սխմ ենք ասում, այսինքն ձեռքով։ Դե ինձ սիրելիներս, մի թեթև ցիտաբդղից հետ անեմ, ես ցեզ ասել էի, որ կարող եք շաղած ժամանակից, եթե պետք է ավելացնեք, մեզի լավ էր արդեն, ես սկիզբը դեղին դրել էի, բայց մի թեթև ուզում եմ սենց ավելի թնել։ Սենց կանեմ, մի փոքր, մի քիչ էլ սոխ կավելացնենք, այսպես կողքերը։ Մի քիչ ջերմակ մասերից կարաս վերցնել։
Մենք անհամբեր ենք փորձենք։ Եվ այսօրվա հայկական իջը պատրաստ է։ Դուք էլ պատրաստ եք եւ վայր եք։ Բարի ախորժակ։ Դե ինձ սիրելիներս, մենք հասել ենք արդեն ամենամեծ սիրած պահը, որը պատրաստել ենք ու ուզում ենք ուտենք, բայց ուզում եի հիշեցնել, որ քանի որ եսի նախուդեստ է, կարող ենք իրեն ջող սեղանի վրա ավելացնել, օրինակ կողքի եթե ուրիշ ճաշ ենք պատրաստած մսով կամ հավով, եւ եթե հավով կարող ենք հիշեցնել, որ ունենք զանգեզուրը, որ ունի էկոլոգիապես մաքուր, բնական հավ, որը մենք էլ ենք օգտագործում եւ շատ գոհ ենք, կարող եք դուք զանգահարել եւ պատվիրել եւ կարակել, պատրաստեք հավով ճաշ եւ կողքնել օրինակ հայկական իջ, չէ՞։ Համաձայն է Պետրոնեն ինչ ասի, ոչ։ Ես անհամբեր եմ, որ մենք փորձենք։ Արի հյուրին առաջ լցնեմ։ Մի հատ մարոլից։ Գնացինք։ Բարի ախորժակ։ Ախորժակ։ Արտակարգ։ Մի քանի բարերով ասա ինչ ես զգում համերը։ Ես հիմա մտածում էի, թե ինչքան հայկական խոհանոցը հետաքրքիր է ի տարբերություն մյուս խոհանոցների, որովհետև ընդհանրապես մի քանի բաղադրիչ, բայց այնքան համեղաստացում, ոնց որ ռեստորանային, չգիտեմ, գլուխգործոց լինի, բայց ինձ թվում է բոլոր այս բաղադրիչները բոլորի տանը կան, շատ հեշտ է պատրաստելը, արագ է պատրաստելը, քիչ բաղադրիչներով, բայց անմահական։ Իրոք շատ համեղ է, պատրաստեք պարտադիր այս պահքային շրջանում, ոչ պահքային շրջանում մսի հետ։ Ես միշտ ասել եմ, մեկ այնքան ուտելիքներ կան, որ բարձ բաղադրիչներով պետք պատրաստել ու այնքան համովություն ես ստանում, օրինակ ես էսի այնքան հաճույք եմ ստանում այդ ամեն մեկ բադարից, որ այդ համերն եմ զգում այդ սոխից, տապտղից, հետի բլղուրի, լոլիկի, մի քիչ այդ տտվաշության, որ ասում եմ վերջ, էսա աշխարհի համովությունը։ Այո, պարզության մեջ է հանճարեղությունը։ Իսկ ամենավերջում ուզում էինք մի քիչ սենց կամ զովանալ, կամ սենց համով բամը խմել, կարող ենք սիլի կամ մազայի հյութերը խմել, համով գլար։ Ես մազայի մանգոն շատ եմ սիրում, ինձ ժողովուրդը գիտե դրանով։ Եվ բախտս բերել է մեր հովանավորներից մեկը սիրելի սիլ գրուպն է եւ մազան, ամեն անգամ որ սենց տտվաշ համ եմ ուտում, հետո ասում եմ մի հատ էլ մանգոյի մազա կխմեմ, դեղ գրի ամեն ինչ, դուք էլ արեք իմ նման։ Դե ինչ, այս կոնվերներն արդեն պատրաստել ենք, մարանիկից համով ցավարեղեն եւ համեմունքներ, սիլից եւ մազայից ջուրի տեսակ եւ հյութերի տեսակ եւ անշուշտ սավայից մաքրության բարականեր։ Մեզ գհիշես մի քիչ երկար ժամանակ կօգտագործես եւ արդեն շատ ուրախ էինք, որ այսօր մեր հետ էիր։ Նմանապես միշտ հաճելի է քեզ հանդիպել, առավել եւս իրար հետ պատրաստել։ Այո։ Քանի որ առաջին դեպքը չի։ Այո, շատ ուրախ էինք մենք։ Դե ինձ սիրելիներս, մեզ ամեն օր նայեք ժամը 9 եւ ժամը 17:00 Կետրոն TV-ի եթերում։ Միշտ հետաքրքիր բաղադրատոմսեր ձեզ են սպասում։ Պետրոնեին, բայ բայ։